Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։ Պետքարտուղարության տվյալով Մարկո Ռուբիոն եւ Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության եւ բարգավաճման նպատակով վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, բարձր գնահատել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում դրական զարգացումները։ Պետքարտուղար Ռուբիոն անդրադարձել է Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումներին։ Սա կարևոր ժեստ է, որը ցույց է տալիս Բաքվի հավատարմությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի առաջ քաշած պատմական խաղաղության գործարքին, ասված է ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։ Բաքվից հայտնում են, որ պաշտոնյաները նաև ընդգծել են Թրիփի շրջանակում իրականացվող աշխատանքների կարևորությունը։ Դոնալդ Թրամփը հերթական անգամ քննադատել է եվրոպացի առաջնորդներին, քանի որ նրանք դեմ են Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու Սպիտակ տան մտադրությանը։ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, կղզին կարևոր է ԱՄՆ ազգային եւ համաշխարհային անվտանգությունը պաշտպանելու համար։ Իսկ ԵՄ առաջնորդները պետք է կենտրոնանան Ուկրաինայում պատերազմի վրա, նշել է Դոնալդ Թրամփը։ Լրագրողի հարցին արդյոք նա պատրաստ է ուժ կիրառել Գրենլանդիան գրավելու համար, ԱՄՆ նախագահը պատասխանել է առանց մեկնաբանության։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, վճռական է եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու հարցում, եթե նրանք չհամաձայնեն կղզին ԱՄՆ-ին հանձնելու գործարքին։ Նաև Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի հարցը քննարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ԱՄՆ նախագահը դրական է գնահատել Մարկ Ռյուտեի հետ ունեցած հեռախոսազրույցը։ Դավոսում այս թեմայով տարբեր կողմերի հետ հանդիպումներ կունենանք։ Միացյալ Նահանգներն անկասկած աշխարհի ամենահզոր երկիրն է։ Մենք միակն ենք, որ կարող ենք խաղաղություն ապահովել ամբողջ աշխարհում, եւ դա արվում է ուժի միջոցով, ընդգծել է Թրամփը Truth Social-ի էջում։ ԱՄՆ նախագահը նաև արհեստական բանականության միջոցով գեներացված հրապարակում է արել։ Ինքը փոխնախագահի եւ պետքարտուղարի ներկայությամբ Գրենլանդիայում ծածանում է ԱՄՆ դրոշը, իսկ մյուս նկարում հանդիպում եվրոպացի առաջնորդների հետ քարտեզի ֆոնին, որում Գրենլանդիան Միացյալ Նահանգների մաս է։ Այս լարվածության պայմաններում Դանիան լրացուցիչ ուժեր է ուղարկել կղզի։ Թրամփը մեկնաբանել է տեղեկությունը, որ Փարիզը չի ընդունի խաղաղության խորհրդին միանալու հրավերը։ Ըստ Բլումբերգի, Էմանուել Մակրոնը կարծում է, որ խորհրդի նպատակն ի սկզբանե եղել է Գազայի հատվածում խաղաղության հաստատումը, սակայն այժմ դրա կանոնադրությունն ընդլայնվել է, իսկ գործընթացում ՄԱԿ-ի դերը ոչ միանշանակ է։ Թրամփը խոստացել է 200%-ի մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինու եւ շամպայնի նկատմամբ։ Նաև կարծիք հայտնել, որ Մակրոնն այսպես թե այնպես շուտով կհեռանա նախագահի պաշտոնից։ ԱՄՆ նախագահը հաստատել է, որ խաղաղության խորհրդին միանալու հրավեր է ուղարկել նաև Ռուսաստանի նախագահին։ Համապատասխան առաջարկներ են ստացել նաև Բելարուսի, Ղազախստանի, Թուրքիայի եւ մի քանի տասնյակ եվրոպական, արաբական եւ այլ երկրների առաջնորդներ։ Իսրայելը դեմ է հանդես գալիս նախաձեռնությանը, մասնավորապես Թուրքիայի մասնակցությանը։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում թուրքական եւ կատարական ներկայություն չի կարող լինել։ Հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների եւ Սիրիայի նախագահները։ Դոնալդ Թրամփը եւ Ահմեդ Ալ-Շարան քննարկել են Արաբական Հանրապետությունում քրդերի իրավունքներն ապահովելու անհրաժեշտությունը։ Երկրի կառավարության եւ Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև օրերս կնքված հրադադարի ֆոնին Թրամփը եւ Շարան վերահաստատել են Սիրիայում միասնության եւ անկախության պահպանման կարեւորությունը, համաձայնել գործակցել իսլամական պետության դեմ պայքարում։ Զուգահեռ երկրում լարվածությունը պահպանվում է։ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը եւ քրդական ուժերը հայտնել են, որ վերջին բախումների ընթացքում Աշշադադի բանտից փախել է իսլամական պետությունը ահաբեկչական կազմակերպության 1500 անդամ եւ միացել երկրում գործող տարբեր խմբավորումների։ Դիանա Գասպարյան, լուրեր։